Այդ կապված անկախ անուններից, որովհետև իրենք ասում են մենք անուններին չենք նայում, մենք գործին ենք նայում, իրավունքներին ենք նայում, հարգելի գլխավոր դատախազ, կյանքին խնդիր է սպառնում։ Չեն հավատում, պարոն Սարգսյան, ասում են այս ամեն ինչը ձևական է, բոլոր նախկինները, ովքեր հայտնվում են դատարաններում, նախաքննական մարմիններում, բոլորը հիվանդանում են, բոլորը ինչ որ առողջական խնդիրներ ունեն, մինչ այդ չկար, հենց հայտնում են իրավապահների դաշտում խնդիրներն առաջանում են։ Չեն հավատում, ասում են այս ամեն ինչը միֆ է, որը իրականացվում է, եւ ըստ էության Գագիկ Խաչատրյանը ամեն ինչ անում է ձգձգի, որ հետագայում պատասխանատվությունը առաջին անգամ երբ որ խոսելու մասին խոսում է, երբ որ քննիչի միջնորդեցին կարծեմ թույլ տվեք մեկնի հետ վիրահատական բուժման, ինքը ասաց ուղարկում եմ առողջապահության նախարարին կոնսիլիում, ուղարկեց Արսեն Թորոսյանին, այո, առողջապահության նախարար, Արսեն Թորոսյանի հրամանով կազմվեց հանձնաժողով Հայաստանի լավագույն մասնագետներով, այդ եզրակացություն տվեցին, որ վիրահատությունը Հայաստանում հնարավոր չի եւ պետք է կատարվի Գերմանիայի դաշնությունում։ Դրանից հետո երկրորդ եզրակացությունը նույն Արսեն Թորոսյանի ժամանակ, երրորդը տրվեց Ավանեսյանի ժամանակ, ինչ եմ այս անունները տալիս, իշխանության կողմից նշանակված իրենց թիմի նախարարների ժամանակահատվածում տրված մասնագիտական կապ։ Այսինքն իրենք իրենց թիմի ներկայացուցիչներն է չեն հավատում, սա է ձեր միտքը, պարոն Սարգսյան։ Իրենք ինչ են ասում, ես վստահ եմ, որ իրենք քաջատեղյակ են, վստահ են, որ մենք ճիշտ ենք ասում, բայց իրենք ինչ որ կաշկանդվածություն ունեն, իրենք չեն կարողանում օրենք կիրառել, իրենք անուններից ելնելով կաշկանդված են։ Եթե թույլատվությունը 2 ամսով էր, այս մյուս դատարանը որ կալանք ունի դրած ու դուք նոր եք ներկայացնում այս եզրակացությունը բժշկական, այդ ժամկետները ինչքան ժամանակ մոնակ էս դատարանը։ Ձևական առումով, շատ ձևական առումով 2 ամիս է սա լրանում է։ Բայց խնդիրը կայանում է նրանում, որ մենք պետք է բովանդակային հարց ունենանք։ Նկատի ունեմ, եթե հասնի այս մյուս դատարանը որոշի, որ լավ բուժման կարիք կա, համոզվեցի, եւ կասի դրա մասին, ու դուք կհասցնեք գնալ բուժվելու հետ կա։ Նորից եմ հենց այդ հարցների պատասխանում, եթե մյուս դատարանը, որը որ քննչական մարմնի նոր խափամիջոցի վերաբերյալ, հա, եթե նա գտնի, որ անհիմն է դրվել, ոչ իրավաչափ արգել բացակայելու արգելքը, վերանա ընդհանրապես սահմանափակումը մնա այս դատարանին, մենք դատարանին ամեն դեպքում այս հարցը կբարձրացնենք։ Ձևական առումով 2 ամիսը լրանում է, բայց դատարանը չեմ կարծում, որ այն տրամաբանության մոտ որ ժամկետ հոսի։ Դատարանի տրամաբանությունը որ բուժման հնարավորություն տա։ Այսինքն դատարանը եթե հնարավորություն տվել է, դա պետք է իրականացվի։ Հիմա եթե այլ դեպքում մյուսների նման գնալու չկա, բազմաթիվ այլ մեղադիալներ եղան, պարոն Սարգսյան, գնացին ու չեկան։ Բուժման նպատակով, եւ սա մտավախություն է դատախազության կողմից, որ նույն մկանի պարոն Խաչատրյանը կգնա ու այլևս չի գա Հայաստան։ Գալիս ասած հիմնավորված փաստակ են ասում։ Վախենում են։ Այո։ Առաջին փաստակ։ Մի զանգով 2019 թվականին 18-ից հետո 19 թվականին Գագիկ Խաչատրյանը վերադարձել։ 1. Այո։ Երկրորդը կենտրոն դատարանում դատաքննության ընթացքում առնվազն 12-13 անգամ կամ լավ 10 անգամ թույլ է տվել դատարանը, երբեմն մեղադրանքի կողմից չի էլ առարկել, որպեսզի Գագիկ Խաչատրյանը մեկնի կարճաժամկետ բուժումների ու վերադառնա։ Չի եղել մի անգամ, որ Խաչատրյանը մեկնի ու չվերադառնա։ Նույնիսկ ավելին ասեմ, երբ որ մեկնել է, պարզվել է, որ նորից վիրահատությունը ասում են պետք է անհապաղ անենք, ժամկետը քանի որ սուղ է եղել, դիմել ենք դատարան, ասել ենք հարգելի դատարան, վիրահատության կարիք կա, նորից են թույլ տվեք մի քիչ ավելի երկար մնա վիրահատվել, ասել է չէ։ Վերադարձել է, որ պայն ասել ենք վիրահատության համար թույլ տվեք մերժել են, երբ որ կարճաժամկետ էր լինում ինչ որ վերականգնողական թույլատրում էին։ Հիմա եթե այսքան անգամներ արդեն դատաքննության փուլում Խաչատրյանը գնացել է, վերադարձել է։ Հիմա նորից կասկածում։ Լավ, եկեք մենք ամեն ինչի վրա կարան կասկածենք, բայց մի բան գոնե կա, որ մենք դեմ ենք, չէ՞, փորձաքննությանը։ Մենք առարկում ենք, ասում ենք դուք ձևական եք անում 19 թվականից բոլոր փաստաթղթերը կա, դուք ամեն անգամ ուզում եք հաստատված բանը հաստատեք։ Իրանք են միջնորդել, նույնիսկ փորձագետ չեն միջնորդել մեր կողմից որ ներգրավի։ Այսինքն ասում ենք ամեն ինչ չենք անելու, դուք եք որոշել, ինչ ուզում եք արեք։ Նույնիսկ մենք մտածում ենք, որ իրենք այս եզրակացությունը ամեն ինչ անել են, որ ապօրին եզրակացություն կա։ Հիմա այս պայն տեսանք, որ փորձագետները հստակ պատկերը տվել են, սրանց հետո մի բանը որ պետք անեն, դա նա է, որ գնան ու կոնկրետ իրենք առանց իմ միջնորդության։ Պատկերացրեք, ես պաշտպան չեմ։ Պատկերացրեք, պաշտպան չունի։ Պետությունը պետքա լինի քաղաքացու պաշտպան։ Պետությունը պետքա հենց հիմա պարոն Սարգսյանը մեղադրողը ոչ թե պետքա գնա իր աշխատանքի վրա, այլ ուղիղ պետքա իշխի գլխավոր դատախազություն։ Ամեն հնարավոր եղանակով գտնի գլխավոր դատախազին, ինչքան էլ ծանրաբեռն ասին, ասի կյանքի խնդիր ունենք։ Հենց հիմա այս հարցով զեկուցագիրը գրի, ասի պարոն Տիկին գլխավոր դատախազ, դուք էլ հանձնարարեք, որ մյուս նախաքննական մարմինը այս գործողությունները անի։ Իրենք սա չեն անում, իրենք բոլոր հնարավոր եղանակներով փորձում են խոչընդոտել։ Ինքնաբացարկի հետ կապված ձեր կանխատեսումները։ Գիտեք,
այս process-ը հակառակ իրավիճակում էլ ենք անցել, ես դատական նիստի ժամանակ ասեցի, երբ որ հիշում եք Մկրտչյան Արտուրի նախագահությամբ կենտրոն դատարանում, ուրեմն ես միջնորդեցի, որ կարճաժամկետ մեկնի բուժման, դատախազը երկար առարկություններ ներկայացրեց, դատանը բավարարեց, թույլ տվեց, որ մեկնա, ուրեմն մի ժամ հետո դատախազը գրավոր, այն ինչ որ դատանում ասել էր, գրավոր կերպով բերեց մուտք արեց դատարան, ասեց հիմա էլ միջնորդում եմ, որ բացակայելու արգել, սովորություն չհեռանալու մասին խափամիջոց կիրառեք, որովհետև միայն գրավ էր։ Ուրեմն առանց մեր մասնակցության, հասկանում եք, առանց պաշտպանի, առանց մեղադրող այդ միջնորդությունը անհապաղ քննարկվել է, դատան իր որոշումը հակառակ որոշում է կայացրել։ Մի անգամից որոշել է, չէ, թույլ չեմ տալիս, գրությունը աղոթել ոստիկանություն, որ արկել եք սակրել։ Մեկ եկակ բացառք հայտեցինք, ասացինք առանց մեզ, նույն փաստարկներով, այս ինչ հակառակ որոշում էր, մեղադրողը ասում էր ոնց, շատ նորմալ է, շատ սովորական process է, այսինքն այն ակնհայտ փաստեր իրենք չեն տեսնում, այստեղ որ դատավորը տես բան չի ասում, ինչ որ մեղադրողն է ասում։ Մեղադրողը խեղաթյուրեց փաստերը, ասում է իբր թե դատանը հետաձգել այն ինքնով, որ եզրակացություն ստանա, բայց դատանը հետաձգել էր այն ինքնով, որ բժիշկներին հարցակնի, պատկերը հասկանա։ Այլ հարցը որ մեղադրողն էլ իր հերթին էս միջնորդում էր ներկայացել իր պատկերացման դրա համար է։ Կբավարարի Գիվի Հովհաննիսյանը Իրականում ակնհայտ փաստարկ որևէ չկա, եթե չլինեն ճնշումներ, որևէ հիմք չկա, ավելին ասեմ, դատավորի կողմից այս իրավիճակում ինքնաբացարկ ընդունելը կարգապահական պատասխանատվության հիմք է լինելու։ Կբացատրեք ինչու կներեք էլի մի հատ Որտեղ սա նշանակելու է արդարացան իրականացումից խուսափ։ Այսինքն դատանը պետք է լինի անկախ եւ անկողմնակալ եւ մեղադրողի պաշտպանի դիրքորոշումներից պետք է կաշկանդված չլինի, իսկ նման ակնհայտ անհիմն միջնորդության պարագայում եթե հանգած դատանը ընդունեց, ես ուղիղ հասկանալու եմ, որ ճնշումների ազդեցության արդյունքում դատարանը, այն դատանը, որը որ մի փոքր խիզախություն է ունեցել օբյեկտիվ որոշում կայացնելուց գործով, իրեն հեռացրեցին այս եղանակներով։ Սա իմ համար փաստարկալն է եւ ձեզ վստահեցնում եմ, որ հարցը նաեւ եվրոպական դատարան կուղարկենք եւ այս անհնար է օրինակ եվրոպական դատան սա չտեսնի։ Ոնց որ չի կարող չտեսնել, որ երբ որ դատանը բավարարեց միջնորդումը ելքի, անմիջապես հաջորդ օրը 2018 թվականի փաստական տվյալներով մեղադրանք ներկայացրեցին ու սահմանը փակեցին։ Պարոն Սարգսյան, նախորդ